Ողջույն, Թամարա Գլոբան անվանել է 2026 թվականի մարտ ամսվա երկրորդ կեսի ամենասարսափելի օրերի մասին և այն իրադարձությունների, որոնք տեղի կունենան 2026 թվականի ընթացքում: Լարվածություն և հակամարտություններ, ահա թե ինչ է մեզ սպասվում մոտ ժամանակներս: Նրա անունը վաղուց հոմանիշ է այն կանխատեսումների, որոնք քննարկվում են իրադարձություններին տեղի ունենալուց դեռ շատ առաջ: Գլոբայի յուրաքանչյուր նոր հայտարարություն անմիջապես դառնում է լրատվության արժանի իրադարձություն: Եվ երբ նա հայտարարեց իր գլխավոր կանխատեսումը 2026 թվականի համար, շատերը որոշեցին, որ լսում են ոչ թե պարզապես ևս մեկ աստղաբանական կանխատեսում, այլ դարաշրջանի առաջիկա շրջադարձային կետի մասին նախազգուշացում: Ինչ է նա ներկայացրել և տեսել իր աստղային քարտեզներում և ինչու, ըստ նրա, 2026 թվականի մարտը կարող է դառնալ տասնամյակի ամենաբախտորոշ ամիսներից մեկը: Նրանք արյունով կլվանան իրենց: 2026 թվականը սկսվեց անսովոր ձևով: Սովորական աստղաբանական ցանկությունների փոխարեն Թամարա Գլոբան կտրուկ խոսեց և բարձրաձայնեց այս հայտարարության մասին: Սա այն տարին է լինելու, երբ բացարձակապես ամեն ինչ կփոխվի: Խոսքերն այնքան կատեգորիկ էին, որ անմիջապես վիրուսային տարածում գտան: Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսեցին քննարկել, թե արդյոք մեկ մարդը մոլորակների շարժումը դիտարկելով կարող է կանխատեսել ապագա միտումները տնտեսագետներից, քաղաքագետներից ավելի վաղ: Ըստ Գլոբայի, հենց դա է ինչ տեղի է ունենում այսօր: Նա վստահ է, որ 2026 թվականը շրջադարձային շատ կետեր ունի ամբողջ մոլորակի համար և առաջին կանգառը հենց մարտ ամսվա երկրորդ կեսն է: Աստղաբանորեն սա պարզապես արևելյան օրացույցի ևս մեկ տարի չէ: Սա հրեց ու ժամանակ է, հզոր էներգիայի, արագ փոփոխությունների և անսպասելի արագությունների իրադարձությունների խորհրդանիշ, ասում է Գլոբան: Բայց ինչպես ընդգծում է աստղաբանը, դա միայն խորհրդանշի հարց չէ: Նրա խոսքով, 2026 թվականի տիեզերական ցիկլերը համընկնում են այնպես, որ կարող են առաջացնել գլոբալ գործընթացների շղթա՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական: Ըստ նրա, ոչ պակաս նշանակալի շրջադարձային պահ կարող է տեղի ունենալ նաև 2026 թվականի օգոստոսին: Հենց այդ ժամանակ է, որ Գլոբան սպասում է ինչ-որ կարևոր պահի: Աստղաբանը հատուկ ուշադրություն է դարձնում տարբեր երկրների ճակատագրերին: Անմասն չի մնացել նաև Հայաստանը: Նա կարծում է, որ 2026 թվականը ընդհանուր առմամբ բարենպաստ է լինելու մեր երկրի համար: Սակայն մարտ ամսվա երկրորդ կեսը լիովին հանգիստ չի լինելու մեզ համար: Գլոբան զգուշացնում է հնարավոր ռիսկերի մասին, մասնավորապես մի քանի ոլորտներում: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ միտումը, ըստ նրա, դրական կլինի մեզ համար: Սա խաղաղության և մարդկության ապագայի համար պայքարի ժամանակ է լինելու: Շատ ծանոթ կառույցներ կսկսեն ճաքճքել և կառավարման հին մեթոդներն այլևս կդադարեն գործել, ասում է նա: Նրա կարծիքով, աշխարհը մտնում է մի ժամանակաշրջան, երբ հին քաղաքական մեխանիզմները աստիճանապես կդադարեն գործել, տեղը զիջելով ազդեցության և այլ նոր համակարգերի: Խոսելով մեր հարևան և թշնամի պետության ճակատագրի մասին, Թամարա Գլոբան ներկայացնում է Ադրբեջանի նախագահի անհետացման մասին: Նրա ճակատագրի մասին վախեցնող հայտարարություններ է տարածվել: Իսկ թե ինչպիսին կլինի հետագա ճակատագիրը ցույց կտա միայն ժամանակը: Ճակատագրական մարտի 20: Թամարա Գլոբան իր կանխատեսման մեջ ներկայացրել է Ադրբեջանի նախագահի անհետացման և Ադրբեջանի փլուզման ճշգրիտ ամսաթիվը: Ըստ նրա, 2026 թվականի մարտ ամսին տեղի կունենա մի իրադարձություն, որը կցնցի ամբողջ աշխարհը: Եվ այս ամենի իրադարձությունների կենտրոնում կլինի Ադրբեջանը իր նախագահի անհետացման լուրով, որին կհաջորդի այս երկրի փլուզումը: Ընդհանուր առմամբ, Թամարա Գլոբան իհարկե կարծում է, որ 2026 թվականը կարող է շատ լավ տարի լինել, ֆինանսական աճի ժամանակաշրջան դառնալ մարդկանց համար, բայց միայն նրանց համար, ովքեր կարող են օգտագործել դրա էներգիան: Այս ժամանակահատվածը, ասում է նա, հատկապես բարենպաստ կլինի որոշակի կենդանակերպի նշանների համար: Օրինակ, առյուծի և ձկների համար 2026 թվականը կլինի նշանակալի փոփոխությունների և հաջողությունների ժամանակաշրջան, նշել է Գլոբան: Նրա խոսքով, այս նշանի ներկայացուցիչները կարող են հանդիպել անսպասելի ֆինանսական հնարավորությունների:
բայց մեկ պայմանով. հաջողությունը կգա միայն նրանց, ովքեր անում են այն, ինչ իսկապես սիրում են։ Մի վատնեք ձեր էներգիան վատնելու համար ինչ-որ բանի վրա, որը ներսից չի բոցավառում ձեզ, զգուշացնում է աստղաբանը։ Սարսափելի շշուկներ, որ նշանի համար է 2026 թվականի մարտը մղձավանջ լինելու մարտ ճակատագրի ամիս։ Եթե ամբողջ 2026 թվականը կարելի անվանել փոփոխությունների ժամանակ, ապա մարտը կլինի դրա գագաթնակետը։ Թամարա Գլոբայի խոսքով սա կարող է բերել իրադարձություններ, որոնք կփոխեն համաշխարհային քաղաքական և սոցիալական լանդշաֆտը։ 2026 թվականի մարտը խոստանում է լինել խորը փոխակերպումների և ճակատագրի անսպասելի շրջադարձերի ամիս։ Նա որպես այս փոփոխությունների պատճառ նշում է աստղագիտական իրադարձությունների հազվագյուտ համադրությունը։ Նա չի բացառում, որ որոշ երկրներում իշխանության փոփոխությունը, քաղաքական հակամարտությունների սրումը և առաջնորդության համար պայքարը կլինի հենց մարտ ամսվա մեջ։ Նրա խոսքով հատկապես պետք է զգույշ լինել մարտի հետևյալ օրերին՝ մարտի 16-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 23-ին, 27-ին և 31-ին։ Հենց այս ժամանակահատվածներում է, որ Գլոբայի կարծիքով հնարավոր է տեղի ունենալ լարվածություն, հակամարտություն, ճակատագրերի անսպասելի շրջադարձեր։ Այնուամենայնիվ, նա հավելում է, որ ամսվա երկրորդ կեսը, իհարկե, կունենա նաև բարենպաստ կողմեր։ Կլինեն գործարար հեռանկարներ և դրանցից շատերը կապված կլինեն ճանապարհորդությունների հետ, ասում է աստղաբանը։ Սա կարող է նշանակել նոր միջազգային կապեր, ճանապարհորդություններ, բանակցություններ և մարդկանց և գաղափարների տեղաշարժի հետ կապված նախագծեր։ Եվ այսպիսով, ամփոփելով այսօրվա իմ տեսանյութը, ինչպես միշտ կիսվեմ իմ կարծիքով, որ նման կանխատեսումները պետք է ընդունել հանգիստ և խելամտորեն։ Շատ մարդիկ սիրում են կարդալ աստղաբանների խոսքերը կամ լսել նրանց, որովհետև դրանք հետաքրքիր են և երբեմն մտածելու տեղիք են տալիս։ Սակայն պետք է հիշել, որ մարդկության պատմության ընթացքում նման շատ կանխատեսումներ են եղել և դրանցից ոչ բոլորն են իրականացել։ Ուստի ձեզ խորհուրդ եմ տալիս այս ամենին չվերաբերվել որպես լուրջ կանխատեսումների և մեկնաբանություններում լինել մի փոքր կոռեկտ։ Թամարա Գլոբայի ասածները կարող են դիտվել որպես ընդհանուր կարծիք կամ հնարավոր սցենար, բայց ոչ անպայման իրականություն, և մենք իհարկե ձեզ չենք ստիպում հավատալ այդ ամենին։ Աշխարհում տեղի ունեցող քաղաքական և սոցիալական փոփոխությունները հիմնականում կախված են մարդկանց որոշումներից, երկրների քաղաքականությունից և տնտեսական իրավիճակից, ոչ թե միայն աստղերից կամ տիեզերական երևույթներից։ Միևնույն ժամանակ, նման կանխատեսումները երբեմն հիշեցնում են, որ աշխարհը մշտապես փոփոխությունների մեջ է։ Այդ պատճառով ավելի ճիշտ է կենտրոնանալ սեփական կյանքի վրա, լինել զգոն, աշխատել, զարգանալ և պատրաստ լինել ցանկացած փոփոխության։ Այսպիսով, կարծում եմ, նման նյութերը կարելի է կարդալ որպես հետաքրքիր տեղեկություն, բայց կարևոր է չվախենալ և չընդունել դրանք որպես անխուսափելի ճակատագիր։ Ամենակարևորը մարդկանց խելամիտ որոշումները և խաղաղության ձգտումն են, այնպես որ շնորհակալություն եմ հայտնում ձեզ տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Եթե ձեզ դուր եկավ տեսանյութը, շնորհակալ կլինեմ բաժանորդագրվեք ալիքին, հավանեք այն և իհարկե կիսվեք տեսանյութով ձեր ընկերների հետ ալիքը զարգացնելու համար։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։